Բարև ձեզ, պարոն Անդրեասյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես, ինչպես նախնական զրույցում ասացիք, այս ինչ արեց Ալիևը Հայաստանի այս իշխանություններին։ Երեկվա հայտարարություններից մի մեջբերում անեմ, հետո նաեւ մնացածին դուք կանդրադառնաք։ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես ես հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի հատվածի Նախիջևանի հետ կապել է մեր վաղեմի երազանքներ։ Մենք վստահորեն եւ շատ հմտորեն շարժվում էինք դեպի այդ նպատակը եւ արդեն գրեթե հասել ենք դրան։ Իլհամ Ալիևի հայտարարությունն է սա։ Կխնդրեմ այս հայտարարության հետ կապված ձեր մեկնաբանությունը եւ իհարկե մի քանի այլ այդ շեշտադրումներ էլ եք դուք առանձնացրել, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիմա կարդացիք, ընթերցեցիք, մեջբերեցիք այդ հայտարարությունից, մեջբերում արեցիք։ Ես ուղղակի մեր իշխանություններին սիրով առաջարկում եմ պատասխանել այդ հայտարարությանը, այդ ցնդաբանությանը, որովհետև այդ միջանցքի հարցը, այդ ճանապարհի հարցը ըստ էության ոչ Ալիևի ծնված օրն է դրվել, ոչ էլ ասենք Փաշինյանի իշխանության գալու օրը, դա մի հարց է, որ տարբեր ժամանակների իշխանություններ փորձել են լուծել, տարբեր ժամանակների պետություններ միմյանց միջև քննարկել են այդ հարցը եւ դա այդպես լուծում չի ստացել մինչ օրս, մինչև որ այդ թրիփ նախագիծը ուրեմն դրվեց գործողության մեջ, այսպես ասեմ, ստորագրվեց օգոստոսի 8-ին անցյալ տարվա։ 1 տարի վաղեմություն ունեցող փաստաթղթի մասին, ուրեմն 1 տարի շարունակ մենք լսել էինք Հայաստանի նախաձեռնողական, չգիտես ինչ խելացի կամ պատճառաբանված արտաքին քաղաքականության շնորհիվ ահա հասել ենք այդ նպատակին։ Սա ենք լսել մեր իշխանություններից։ Ալիևը իր մի հարցազրույցով այդ ամեն ինչը փաստորեն հոց ցնդեցրեց, ընդ որում հոց ցնդեցրեց նաև հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հայտարարությունները, թե Հայաստանը որոշակի ուրեմն շահ կունենա սրանից եւ որոշակի դիվիդենդներ կշահի։ Ըստ էության ոչ էլ չի շահում Հայաստանը։ Ալիևը ինչպես ասաց, միջանցք, այդպես էլ կա սա, միջանցք, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Սա հեռանկար, չգիտես ինչ միջազգային հսկայական ուրեմն նշանակություն ունեցող ուրեմն ծրագիր չէ, աշխարհաքաղաքական եւ ընդհանրապես ծառայելու է երկու հարևան պետությունների միջև, Հայաստանի եւ Պարսկաստանի, Իրանի միջև հերթական խոչընդոտը ուրեմն ստեղծելու։ Չգիտեմ, թող պատասխանեն, բարի լինեն, պատասխանեն, ուղղակի վեր կենան եւ հայտարարեն, որ Ալիևը սխալ է ասում, Ալիևը ճիշտ չի խոսում, սա մեր նախաձեռնությունն է եղել։ Ըստ էության ոչ մի նախաձեռնություն էլ Հայաստանի իշխանությունների կողմից չի եղել։ Հայաստանի իշխանություններին ասել են, ահա այսպեսի բան կա, արի ստորագրեն, այլ գնացել ստորագրել է։ Որպեսզի գուցե, որպեսզի որ պատերազմ չլինի, ստորագրել է, որպեսզի ուրեմն իր իշխանությունը պահի, ստորագրել է, որպեսզի ասենք բողոքներ, շարժումներ, իշխանափոխության ուրեմն ակցիաներ Հայաստանում, պահանջող ակցիաներ Հայաստանում չլինեն։ Սա է, ու նաև ցույց տալ հայ հանրությանը, որ տեսեք, ահա մենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ենք նստում վերկենում նրանց նախագահի ներկայությամբ ենք թղթեր ստորագրում, նրա ուրեմն բարձր հովանու ներքո ենք ամեն քայլերն անում։ Եվ խնդրեմ, նորից եմ ասում, մեկ հայտարարություն Ալիևի կողմից, որ դա միջանցք է, ջրում է այս ամեն ինչը եւ իրականությունը ցույց տալիս մեզ, թե որտեղ է հայտնվել Հայաստանն այստեղ։ Հայաստանը ընդամենը համաձայնողի, անողի, կատարողի դերում է, որպեսզի ինչ-որ տեսք եռակողմ այսպես պատկեր հաղորդի այդ ձեռնարկին։ Իրականում ոչ մի եռակողմ բան էլ չկա։ Ադրբեջանի երկու մասերի միջև ստեղծվել է միջանցք եւ նրանք ցամաքային կապ ունեն արդեն առանց ուրեմն Իրանի տարածքով անցնելու։ Այսինքն մեր մեղրիով անցնելով կապ ունեն։ Ընդ որում շատ ավելի վտանգավոր հայտարարություն էր արել Ալիևը այն մասին, որ եթե
այդ պատերազմը նոյեմբերի 9-ից հետո խաղաղությունը Ռուսաստանի նախագահի ջանքերով չհաստատվել, իրենք ուժով վերցնելու են ամբողջ Սյունիքը եւ այդպես են կապվելու Նախիջևանի հետ։ Խնդրեմ, գնացեք պատասխանեք, որ չգիտեմ, ասեք, չէ, դուք եք ամեն ինչ արել, որ խաղաղություն լինի, դուք եք ամեն ինչ արել, որ Հայաստանը անվտանգ լինի, դուք եք արել այդ ամենը։ Իրականում դուք ոչինչ էլ չեք արել։ Դեպքերը, իրադարձություններն են զարգացել այնպես, որ ասենք Ադրբեջանը լայնածավալ հարձակում Հայաստանի վրա ունեցավ, փորձ արեցին, մի քանի մոտ 200 հեկտար տարածք 200 քառակուսի մետր, ինչքան են հաշվում, չգիտեմ, այդքան տարածք Հայաստանից ուրեմն գրավեցին եւ այսօր Հայաստանից չկա որևէ արձագանք, չկա որևէ պահանջ այդ տարածքներից ադրբեջանական զինուժը հեռացնելու։ Ըստ էության ոչ մի բան չեն կարողանում անել Ադրբեջանի նախագահի եւ Ադրբեջանի նրա վարած քաղաքականության ուրեմն դեմն առնելու համար։ Ցանկացած մի արտահայտությամբ մենք ինչքան էլ համարենք, թե ասենք դա զառանցանք է Ալիևի կողմից, ասենք չգիտեմ ինչ բառեր օգտագործենք, միևնույնն է, նա ասում է գրում են մեր թերթերն էլ երբեմն այդպես են գրում։ Չէ, իշխանության չէ։ Իշխանության չէ, թող նրանք գիտեն, որ չեն անի, բայց այն մյուս թերթերն էլ, որ հայրենասիրական ասենք մղումներից ելնելով ինչ-որ անուններ են տալիս, միևնույնն է, նրա ասած ամեն խոսքը ես դա է ասում, նստում է այս ժողովրդի ուղեղի մեջ, դա է ճշմարտություն, այստեղից ճշմարտություն լսել Փաշինյանի կառավարությունից, Փաշինյանի ազգային ժողովի ֆրակցիայից որևէ ճշմարտություն լսելը ուղղակի հիմա ծիծաղելի բան է, դրան հավատալը։ Չի կարելի հավատալ ոչ մի բանին նրանց ասած։ Եթե այս հարցերում, այս առանցքային հարցերում, ինչպեսին ասենք թրիպն է, ինչպեսին ես ավելի ասեմ, Ալիևը խոսել է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանը փակելու եւ Հայաստանին դրա դիմաց էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։ Հիմա ես նրան եմ հավատում, որովհետև մի քանի ամիս առաջ սրանք խոսում էին այդ թրիպի հետ կապված, որ ահա Ամերիկան կգա փոքր ատոմակայաններ կդնի, մենք էներգետիկ անկախություն կունենանք։ Ոչինչ էլ չեք ունենա։ Ճիշտ է, Ալիևն է ասում։ Կփակեք ատոմակայանը, կմնաք Ադրբեջանի հույսին։ Ինչպես եղավ Ահա, նույնը կատարվեց բենզինի հետ։ Բա մենք Ադրբեջանից բենզին ենք բերում, մեժան ենք բերում։ Այո։ Հիմա բերել է Խաչատուր Սուքիասյանն, այսպես ասեմ, ադրբեջանական էժան բենզինը բերեցին քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, նախընտրական ընդ որում։ Բերեցին էժան բենզին, ժողովրդին հայտարարեցին, ահա, տեսեք, Ադրբեջանից մենք էժան վառելիք կբերենք եւ այլն։ Այսօր նույն Խաչատուր Սուքիասյանի բենզալցակայաններում բենզին նույն գինն է ինչ-որ մյուս տեղերում։ Այդ հանկացավ այդ բենզինը։ Հիմա նոր պիտի նստենք բացատրենք հայ ժողովրդին, որ այդ անտեր բենզինը, նավթը, չգիտեմ ինչը, համաշխարհային բորսաներում է դրանց գինը գոյանում։ Դուք ինչ արեցիք, քաղաքական մի հատ ծրտի քայլի համար գնացիք դրան, բերեցիք, ցույց տվեցիք, չգիտեմ ինչեր, թե Փաշինյանը բենզին էժան ասեց։ Ահա, դե արեցին, հավատացին, հիմա ասում եք եկել այս իշխանությունը Արցախը տալու, ասում եք, իրանք ասում են, ուրա, տվեցիք, կերակ տվեց։ Հիմա ասում ուրա, 300,000 ադրբեջանցիները ուր են։ Էսը կբերի։ Խաչատուր Սուքիասյանը, որ խոսում է լրագրողների վրա ճվճվում է եւ այլն, ես նրա խոսքի մեջ հայրենասիրության ավելցուկ եմ նկատում։ Բա դու, պարոն Սուքիասյան, գնացել ես ադրբեջանական բենզինը բերել ես։ Շատ լավ իմանալով, որ այդ բենզինի յուրաքանչյուր լիտրը մի պահունակ փամփուշտ է Ադրբեջանի զինվորի այդ ավտոմատի մեջ։ Ամեն քո վաճառած մի լիտր բենզինով նա այդքան փամփուշտ է գնում։ Գնահատիկ հիմա քո արած հայրենասիրությունը ինքդ գնահատի, ո՞նց ես գնահատում։ Խայտարակություն ասա։ Հանուն ինչ-որ քաղաքական մի պահի, մի ինչ-որ բան ցույց տալու, շահի իշխանության մնալու իրանք պատրաստ են ամեն ինչի։ Եվ այս իշխանությունների վրա հույս դնել, որ վաղը սրանք կուղվեն կամ ինչ-որ մի բան կլինի, անհնար է։ Սրանք հայտնվել են, այսպես մի բառ եմ շատ մոտ գտել,
Ցուկցվանգի վիճակի մեջ են հիմա։ Ցուկցվանգի մեջ։ Դե երկիրն են գցել ցուկցվանգի վիճակի մեջ։ Հիմա ինչ քայլանեն անօգուտ է։ Սրանից հետո ձեր արչև դրել են, հա, 2 հանրաքվե պիտի անես, տղա ջան։ Այ հենց այդպես, տղա ջան, պիտի անես, նույնը ասում է Պուտինը, նույնը ասում է Ալիևը։ Հիմա նայենք, դու երկուսն էլ կանես, թե կփորձես մեկն անել, որ մյուսը չանես։ Կամ երկուսն էլ չանել։ Ինչ քայլեր ես անել, ոչ մի բան չես կա։ Դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ղեկավարները հանդիպում են։ Գնալու ես ինչ ասես, քեզնից պահանջելու են հանրաքվեի օրը նշանակել ես արդեն։ Հա, հանրաքվեի օրը որոշել ես, տղա ջան։ Դա են ուզում քեզնից, որ հասկանան երկիրը ուր է գնում։ Ընդ որում ոչ թե ինքը, այլ ժողովուրդը ինչ է ուզում, նրանք դա են ուզում իմանալ։ Իր կարծիքը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին արդեն հետաքրքիր չի, թե ինչ է մտածում Փաշինյանը։ Նրանք ասում են մի հատ ժողովրդի կարծիքը բերենք իմանանք ինչ է ուզում երկիրը։ Որովհետև Հայաստանի հանդեպ մենք անտարբեր չենք, հայ ժողովրդի հանդեպ անտարբեր չենք, ընդհանուր պատմություն ենք ունեցել, ընդհանուր ուրեմն տարածքի մաս ենք կազմել ժամանակին։ Այս մարդը չի կողմնորոշվում։ Հիմա այս վիճակից եթե գնում ասի, հա, հանրաքվեն անում եմ, ընկնում է իր արևմտամետ կողմնակիցների հարվածի տակ։ Եվրոպան առանց են էլ արդեն լռել է, որևէ բան չի խոսում։ Ամերիկան էլ ես չգիտեմ ինչ ամսաթվեր պիտի լինեն, որ հիշեն սրանց 2 բառ ասեն։ Մնում է Ալիևն ու Էրդողանի արանքում է մնացել այս մարդը։ Հիմա նրանց օգտին էլ որևէ բանանի էլի է ընկնում կրակի մեջ։ Վաղամիսորն արդեն ասացի, ատոմակայանի հարցն են դնում, թրիփից են հանում ռադանում։ Ամբողջությամբ տնտեսական կախման մեջ են գցում Հայաստանը Ադրբեջանից։ Գյուղատնտեսությունն արդեն կախված է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանում բարեհաճեն, Հայաստանից մի քանի կիլո ծիրան վերցնեն տանեն Ռուսաստանում ծախել, դրա համար էլ պիտի ուրախ լինեն։ Հակառակ պարագայում էլ պատերազմ է, ինքը ասել է։ Չկատարես նրանց որևէ պահանջ, պատերազմ է լինելու։ Պրոբլեմ չունենք, ինքը ասում է 8 միլիարդ բառք եմ բերել, 8 միլիարդի զենք եմ արել, բանակներ սպարապետն է ղեկավարում։ Ահա, տեսանք այդ բանակը, շատ լավ տեսանք, 2 հատ ինչ-որ շնիկ են առել, այսպես հեռակառավարվող, մի քանի հատ ֆրանսիական համարյա թե քաղաքային ջիպ, եկել են բանակ են ցույց տալիս, այդպես չի լինում բանակը։ Դու ժամանակին, դու ախր բանակի մասին շատ թյուր կարծիք ունես։ Ժամանակին դու հայտարարում էր, թե 35,000 զորք են փրկել։ Այնգեր դու 35,000 զորք քո աչքով տեսած կաս գոնե։ Դու պատկերացնում ես ինչ է դա իրենից ներկայացնում։ Իր զինտեխնիկայով, իր կապի միջոցներով, իր, չգիտեմ, հրթիռային համակարգերով, իր ամեն ինչով, մի խոսքով դու այդ զորքը պատկերացնում ես ինչ է։ Իր կառուցվածքով, իր ստորաբաժանումներով 35,000 զորք, այսօր շատ երկրներ կերազային այդքան զորք ունենալ։ Դու ասում ես փրկել են, բայց իրականում էդ էլ են նշել, Ալիևը դա էլ նշեց։ Բանը մի քանի շրջաններ է թվում նաև Քարվաճարն ու Լաչինը, իրենք գրավել են առանց որևէ կրակոցի։ Ալիևը դա նշեց, շեշտեց։ Եվ ասես դա մեր ճիշտ վարած ուրեմն քաղաքականության ու մեր ճիշտ դիրքորոշման հետևանք էր։ Մենք ստիպեցին նրանց դուրս գալ այդ տարածքներից, նրանք չէին դուրս գա, բայց մենք ստիպեցինք։ Դու առանց կրակոցի թողել փախել ես այդ պատերազմից։ Բարիս բուն իմաստով փախել ես, այսօր բանակ ես ուզում ցույց տաս, որ մարդկանց ինչ համոզես, որ դու պատրաստ ես այսօր պատերազմի, խնդրեմ։ Պատերազմը վարում են պետությունները, ընկեր ջան, գնա եւ վարի այդ պատերազմը, որը մեզ սպառնում է։ Քաղաքական ուժերն են պատերազմ վարում։ Քաղաքական ուժերն են պատերազմ հրահրում։ Այդպես բան չի լինում։ Պետությունն է այդ հարցի մենաշնորհը, դա պետության մենաշնորհն է։ Պատերազմ վարել, պատերազմում հաղթել եւ պատերազմում պարտության դեպքում պատասխան տալ։ Դու Ժողովի հայտարարություններին եմ ուզում անդրադառնալ, բենտեկան լինելու է, ասում է Ռուբինյանը։ Նույն Ռուբինյանը, որ հիշում եք առաջին պիղծը, որ Աբաջան պապիկին բերեց կանգնացրեց այնտեղ, նկարը պահեց, եւ միջև մա դրամաներություն չի խփել, էլ չեմ ասում, որ իր շեֆը ասում էր, եթե
առանց պատերազմի տա, ինձ կասեին դավաճան, այսինքն պիտի զոհեր տալ։ Որևէ ոչ մեկ դրա համար ներողություն չի խնդրել, բայց հիմա Էդգար Ղազարյանից է ներողություն պահանջում խնդրի։ 3 մտավոր հետամնացներից մեկը ասել է Հասմիկ, ինչա նա։ Հակոբյանը, ՔՊ-ի պատգամավոր։ Ինձ համար Կտրիչ Ներսյանը սովորական մարդ է, իսկ Փաշազադեն հոգևոր առաջնորդ։ Այսօր Քրիստիկը քիչ առաջ խնդրեմ միասին հետևեք։ Նայել եմ, Քրիստինե Վարդանյանը, երբ որ վեհապարվոր մասին է խոսում, սկսում են կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ է խաղան ես խաղը, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգի երկրորդն է։ Իստում Էրիկա արգերի գործիքերը շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանի Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդքան ձեր խորհրդատում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Հիմա Ներողություն։ ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք ուր եք հասել։ Պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր են իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրենց տերապետության տակ ունենալու են ուժայիններին, ու ես թույլ էին տալիս շատ ավելի պակաս քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղղակի, բայց երևի իշխանությունը կտրում է գետնից իսկապես, ամբողջական իշխանությունն երևի ամբողջապես է կտրում։ Շատ լավ։ Այս իրավիճակն է, ինչ ասել, հերթով, հա, երևի Ռուբինյանի պահվածքը, որը գնավորվում են, այս թին ուղղակի ինքնանում է։ Ես հատուկ շնորհակալություն այս պահին սիրելի Քրիստինեին, որ գիտեք, ոնց որ կինոյով կարողացավ ցույց տալ այն, ինչ ես ուզում եմ հիմա ասել։ Ուղղակի կինոյով։ Մտավոր հետամնաց կասեն, արտահայտությունը։ Շատ լավ բան ասել է, հիշեք ձեր մակարդակը դմտմուն է։ Քրիստիկը շարունակելով ասել։ Ահա։ Մտավոր հետամնաց, ես պիտի Փաշինյան չի եղել, չէ՞, ազգային ժողովում դեռ հարց ու պատասխանը եւ այլն։ Ուրեմն կգա երևի առաջի հանդիպումն էլ կլինի այս մանկապարտեզի հետ, ավելի կամբողջանա պատկերը, որովհետեւ ասելիք չունի, չգիտեմ գա ինչ պիտի ասի։ Հա, կգա այս մանկապարտեզում կիմանա կտեսնի ինչ է բերել ինքը ազգային ժողով, այս ամբողջ բիոմասան, որ լցրել է այսպես։ Իսկ ինչ Ռուբինյանին է վերաբերում, գիտեք ինչ, ես նանից մի ուրիշ արտահայտություն բերեմ, ասում է պետք է որ վիրավորական չլինի, եթե մարդուն դիմում ես իր ավազանի անունով։ Նկատի ունի կաթողիկոսին, որին Կտրիչ Սարդարյան, հա, Կտրիչ են ասում։ Իրականում ես հիմա այս ընկերոջը պատասխան առաջարկ եմ անում։ Գնա եւ քո տիրադավետ եկեղեցականներին բոլորին դիմի ավազանի անունով, նրանք քեզ կծափահարեն։ Եվ երկրորդ, այդ անունով մարդ չկա Հայաստանում։ Դու մարդուն դիմում ես ոչ թե ավազանի անունով, այլ կեղծ քո մտածածին անունով։ Հետևաբար վիրավորական է դա իսկապես, եթե հաշվի չառնենք կրոնակար լինելու, կաթողիկոս լինելու հանգամանքը եւ այ բարձրաստիճան հոգեորական լինելու հանգամանքը։ Հիմա ես դառնամ ու քեզ ինչ որ մտածածին անունով Սարգիս դիմեմ կամ Փաշինյանին, չգիտեմ, Շմավում դիմեմ։ Կնեղանաք թե չեք նեղանա, կնեղանաք։ Կվիրավորվեք, ինձ դատի կտակ։ Հիմա ենթադրենք ասեմ Սարգիս Ռուբինյան։ Ինձ համար դու Սարգիս Ռուբինյան ես, ինձ համար դու Շմավում Փաշինյան ես։
Ինձ համար այդպես է։ Դուք էլ եք ասում, ինձ համար այս անունով կաթողիկոս չկա։ Ես էլ ասում եմ, հա, Փաշազադե կա։ Ես էլ ասում եմ, ինձ համար Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ գոյություն չունի։ Կա Շմավոն Փաշինյան վարչապետ։ Մարսեք, փորձեք մարսել։ Սեղաններին դմդմփացնելով փորձեք մարսել։ Չէ, իրանք դմդմփույց եկող չեն գնաց։ Դե դա է իրենք չափանիշն է, ամեն տեղ պիտի ցույց տան։ Հեսա վաղը դուրս կգան արդեն ընդդիմադիր падգամավորների տների մոտ դագաղներ կպտտեն, չգիտեմ ինչեր կանեն։ Դա է իրենցը։ Հիմա կեղծ նարատիվ են մտցրել, բա մենք բարևարկություն ենք դրսևորելու, որոշել ենք բարեկիրթ լինել եւ այլն, նույնը ակնկալում ենք ընդդիմությունում։ Սուտ է ասում։ Ստում են, սա ԿՊԱ-կան հատուկ բան կա, էլի, հատկություն կա, ստախոսությունը, սա հատուկ է ԿՊ-ին։ Այսօր այս բանը ասում են, հաջորդ վարքյանին այդ մասին մոռանում են, կամ հրաժարվում են իրենց ասածից։ Մենք այդպես չենք ասել, մենք ասել ենք հոյ Սարև, մենք չգիտեմ, ասել ենք չենք հիշում, որ այդպիսի բան ենք ասել եւ այլն, եւ անցնում են ահա այսպիսի միջոցների։ Այնտեղ հատուկ падգամավորներ են բերել, չէ՞, մի քանի հոգու, որ հենց հատուկ հարցակվեն ընդդիմության վրա, հատուկ սևացնեն, հատուկ բան նորն են ստացել, հա, այո, իրենց նախկին այդ ֆեյքային քարոզիչների իդեմս դրանց։ Դե հիմա տեսնենք ինչ կլինի, եթե վարչապետը, եթե կառավարությունն այլևս անելու բան չունի, ասացի ցվանգի վիճակի մեջ է գցել երկիրը, հիմա տեսնենք այս խորհրդարանը ինչ պիտի անի։ Տեսնեմ այս խորհրդարանը ինչ պիտի անի, լավ ի վերջո կհասկանան, չէ՞, որ չէր կարելի այսպես անել այդ երկիրը։ Ժողովուրդը ձեզ ձայն ա տվել, գոնե դուք պիտի հասկանաք։ Եթե լուրջ չի էլի այդ ասած բաները, դուք պետք է ինչ հասկանան։ Դե փորձենք, ինչ ասեմ։ Չէ, վաղը նաև այդ ժողովրդի մեջ կա։ Հիմա չէ, ժողովրդի մեջ էլ կա դժգոհություն, չէ, իրենց ընտրությունից դժգոհում են մարդիկ։ Այսօր դրանք 10-ն են, 20-ն են, 30-ն են, վաղը շատերը կլինեն։ Ով կարող էր պատկերացնել, որ Նիկոլի, ասենք, հենց դրդմամբ կաթողիկոսին տանեն դատարան հասցնեն եւ դատավորը հրաժարվի այդ գործը քննելուց։ Ով էր մտածում, որ այդպիսի բան կլինի։ Բայց եղավ, չէ՞։ Կապ չունի ինչպես հրաժարվեց, ինքնաբացարկ տվեց կամ չգիտեմ ինչ, այնտեղ մասնագետներն այլ բան էին պահանջում, որ պիտի հղում աներ օրենքներին, սահմանադրությանը, որ այդպիսի նախադեպ չկա եւ այլն եւ այլն։ Բայց ոչինչ։ Ամեն դեպքում մարդը այդ մեթոդաբանությամբ ուրեմն հրաժարվեց այդ գործը քննելուց։ Հիմա էլ դատավորը նշանակի է, վստահ չեմ, որ այդ նոր նշանակվածը կգնա այդ քայլին։ Այդպես չի էլի, որ շատ լավ իմանալով, թե ինչ է նշանակում կաթողիկոսը, անդադ կրծես այդ եկեղեցու հիմքը, որ երկիրը քանդես։ Ինչի ես անում այդ բանը, հարցը դնելու են ձեր դեմ։ Եվ ամեն ինչ ես կասեի, հենց դրանից է սկսվել Հայաստանի կործանումը, ոչ թե Արցախյան պատերազմից վերջին։ Դրանից սկսվեց, հենց իրենց իշխանության գալու առաջի օրերին նրանք հարձակվեցին վեհափառ վրա։ Քանի անգամ Երևանում ուրեմն ի պաշտպանություն եկեղեցու ինչ-որ բաներ եղան եւ այլն, որ չի կարելի այսպես ու այնպես։ Չէ, իրենք ոստիկաններին բերում էին, եկեղեցու պաշտպաններին քշում էին այդտեղից։ Չէր կարելի այսպիսի բան անել, նրանք ամեն ինչը քանդեցին, երկիրը խառնեցին իրար ուղակի, մարդկանց հոգեբանությունը ավերեցին, հայ մարդու հոգեբանությունը ավերեցին ամբողջությամբ։ Ու այդպես հատիկ քայլ առ քայլ հարսան իրենց նպատակին մինչև այսօր։ Իսկ դե վաղը ինչ է լինելու, ես չգիտեմ, ինքը ասել է, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Դե այդ նույն բանն է, ենթադրաբար դա է տանում։ Է չի ունենա, վաղը այսօր, եթե դու պիտի ատոմակայանը փակես Ալիևի պահանջով, եթե թրիփը քոնը չի, այսինքն Միջանցք է, եթե դու պիտի մեր փոխվարչապետն ուր է, Մհեր Գրիգորյան, ինչի՞ չի խոսում։ Ինչով։ Դե հա, դա ինչով է զբաղված, ինչի՞ չի գալիս, հա, ժողովրդին մի հատ ասի, ինչ նոր տարածքներ են պատրաստում տալ։ Ինչ է լինելու, սահմանն ինչպես է անցնելու։ Չէ, դա ասենք այն հարցը չի հիմա, որ հա պահես եւ այլն, հա։ Շրջանցում են հարցը։
Հա թող պարզ վեր կենան ասեն, եթե դա պետության շահին է, եթե դա այդպես է, եթե դա է ճիշտ է, թող խոսեն։ Թող ասեն ինչ են քննարկում առհասարակ։ Ես վախենում եմ, որ այդ հարցը չեն քննարկում։ Քննարկում են ամբողջ Սյունիքը միանգամից փոկելու այդ գլխացավանքից ազատվելու մասին։ Ես արդեն դա եմ մտածում։ Ինչ է, այնտեղ ինչքան ժողովուրդ է մնացել, մի գիշերվա մեջ կբերեն այս կողմ, տարածքները կտան կվերջան։ Մի գիշերում ամբողջ Սյունիք կդատարկեն։ Ժողովուրդը ուրախացել է ինչ-որ, չգիտեմ, տենդերա, թե որտեղից այն ինչ է Վանյանունը դրանց քաղաքապետի, Արուշը, հա, պատերն է քարեր կպցնում։ Ահա, Պատերին քարեր է կպցնում, որ ասում է թիթեր է։ Հա, թիթեր են նկարում, թող նկարեն։ Ոնց որ թիթեր նկարելով հասան այդ պաշտոններին, ժողովրդի սիրուն կամ չգիտեմ ինչին, այդպես էլ թող շարունակեն, տեսնենք վաղ ինչ է լինելու։ Կարևորը վաղն է, հիմա այսօր հա, վենդետա է լինելու, հա թող լինի այդ վենդետան, վենդետան ես վստահ եմ այդ վենդետան լինելու հենց ձեր նկատմամբ։ Հենց ձեր նկատմամբ, երբ որ արդեն ծպտուն անգամ չկարողանաք անել, որևէ խուսանավում անգամ չկարողանաք կատարել։ Ուղղակի դեմ լինեք պատին ու կանգնած մնաք։ Այդ ժամանակ վենդետան կտեսնենք։ Իշխանափոխություն տեղի ունեցավ Հայաստանում, դուք չեք լինելու, կամ պիտի ճողոպրեք, կամ նստեք բանտում։ Ուրիշ ճանապարհ դուք չունեք։ Չեք թողել։ Այո, նահանջի որևէ քայլ անելու հնարավորությունից դուք ձեզ զրկել եք։ Դուք ձեզ զրկել եք։ Հիմա ազգային ժողովն էլի երկու բառով ուզում եմ անդրադառնամ։ Ես զարմանում եմ այն ընդդիմադիր պատգամավորների ելույթներից, որոնք ինչ-որ բան դեռ թողնում են, էլի սրանց այդ քննարկելու ինչ-որ բանի մասին են խոսում, չգիտեմ, արդյունաբերությունը, սեփականաշնորհում, sense բաներ, դատական համակարգը ինչպիսին պիտի լինի գալիս, իրենց բաներ են բացատրում։ Դե միամիտ են, տաք են, կամ չգիտեմ, հովերով են եկել որոշներն էլ։ Նրանց հետ երկխոսությունը հնարավոր չի եւ կարիք էլ չկա նրանց հետ երկխոսելու։ Ոչ մի կարիք չկա, նրանց ամեն ինչը պարզ է արդեն։ Նրանց ուղղակի մի պահանջ պետք է ձևավորել ժողովրդի մեջ, որ նրանք թողնեն հեռանան։ Որ այս վիճակում հնարավոր լինի բանակցող փոխել, իրերը դնել իրենց տեղը, փորձել ինչ-որ բան փրկել դեռ այս երկրից։ Փորձենք այո, ինչ-որ բան փրկենք։ Թե հարաբերությունների նոր ուղղություններով, թե հարաբերություններ հաստատելով, թե հին հարաբերությունները վերականգնելով, թե նոր հարաբերություններ ուրեմն մշակելով, փորձեն գտնել ձև, գտնել այս վիճակից երկիրը դուրս բերելու, բայց դուք հասցրել եք այդ կործանման եզրին ու դեռ կանգնած եք այդտեղ։ Կանգնած եք ու դուք եք հոխորտում, որ լինելու է վենդետա։ Ինչի համար է վենդետա լինելու։ Երկիրը դուք եք կործանել, ինչի համար պիտի վենդետա լինի։ Ում նկատմամբ պիտի լինի։ Դատավորը այնտեղ շատ ներողություն, ընդամենը ինքնաբացարկ էր հայտնել, ասում, այս դատավորների պատճառով է, որ մենք չենք կարողանում սրանց հարցերը լուծել։ Դատավորն է մեղավոր, որ չեն կարողանում կաթողիկոսի հարցը լուծել, որ չեն կարողանում Գագիկ Ծառուկյանի հարցը լուծել, որ չեն կարողանում ուժեղ Հայաստանի ուրեմն առաջնորդի հարցը լուծել։ Այսպես։ Իրանք չեն մեղավոր, իրանք Դե նրանք ովքեր բերեցին, նրանք ովքեր հանդուրժեցին եւ նրանք ովքեր ուրեմն եւ ովքեր չկարողացան ուղղակի պատերազմից հետո սրանց վռնդել Հայաստանից։ Փորձեր արեցին, բայց չհաջողեցին, չկարողացան։ Նա պատերազմից հետո նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում, Երևանում քայլելու իրավունք պիտի չունենար։ Մարդը հասկացել է, չունե, գնացել է բունկեր։ Բունկերում էր այո։ Վազգեն Մանուկյանով, Ծառուկյանով, Իշխան Սաղաթելյանով, Վանեցյանով գնացել Աղոթքեյնանում ով էին վարում, այդ մարդը պախած է, դե պիտի մոռանաք։ Վազգեն Մանուկյանն էլ առաջնորդում էր։ Ման վարելու տեղ այդ մարդուն կամ գնայիք ընդեղից հանեիք բերեք կամ բան անեիք, գնայիք։ Եկավ ազգային ժողովում կոկորդիլոսի արդյունքներ թափեց, ես մի քանի փախած էր այդ մարդը բունկերը։ Չէ, հետո։ Բունկերում փախած էր, ընդդիմադիր առաջնորդներ են, ոչ մի Հասկանալի։ Չէ, Անժելա ջան։ Ազգային ժողով նրա առաջի մուտքից հետո հենց այդ մուտքի ժամանակ հենց դա էր։ Եկավ
Թե ես 6 ամսում Վազգեն Մանուկյան իշխանը Վանեցյանի ձեռները բռնած գնացին աղոթքաներին։ Աղոթքաները լավ բան է, բայց երկիրը արդեն բարձ է որ չի լինելու։ նա եկավ խոստացավ 6 ամսում ամեն ինչ կվերականգնենք, այսպես, այնպես Հայաստանի, Արցախի, այո, մարդ իրավունքները այսպես այն կպաշտպանենք։ Ոչ մի բան էլ չարեց։ Հաջորդ տարին արդեն 21 թվականի փետրվարի 25-ին եղավ փաստորեն գործնական քայլ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այն էլ գլխավոր շտաբը տեսանք ուրեմն որտեղ Գլխավոր շտաբը իրան շատ լավ պահեց, անդիմադիր առաջնորդները թյուրիմացություն։ չէ, հաջորդ քայլը Դուրս եկան չկարողացան։ գլխավոր շտաբը գործողությունը հանգիստ Չէ, ներողություն, Անժել ջան, ես չեմ համաձայնի քեզ հետ, այստեղ գործը հետևից էր բռնել գլխավոր շտաբը, թող իզուր բաներ մի արեք։ Նրան կարային ձերբակալեին, հետո անեն այդ հայտարարություն։ Ոչ, քաղաքական ուժերը գնում են վարչապետը ձերբակալում։ 10-րդ անգամ Հայաստան կմնա եւ ընդդիմությունը կհաջողի։ Անժելա ջան, քաղաքական ուժերը չէին կարող գնալ վարչապետին ձերբակալել իր աշխատասենյակում։ Դա պիտի աներ իրավապահները պիտի անեն կամ էլ հենց գլխավոր շտաբը։ Պիտի աներ, հետո հայտարարեր։ Չէ, մենք Բայց քանի որ թույլ եւ կամային էլ չգիտեին ինչով դիզբաղվել ընդդիմադիր առաջնորդները։ դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց հեղաշրջումը վատ բան է, սկսեցին ամեն տեղից երկեր էին դեր Լևոն Տեր-Պետրոսյանը, դե առաջին նախագահն է, որ ասում է, բայց գլխավոր շտաբը հենց դրանից էր վախենում։ Դրա համար այստեղ հետևի կողմից քայլ արեց եւ շատ լավ իմանալով թե ինչ է լինելու դրա վերջ։ Որ Նիկոլ Փաշինյանը իր հարբած մի քանի հոգով ուրեմն պետք է ինքներ փողոց սկսեր ճղճղալ, ելի մարդիկ ասեն, ես ինչա։ Էս էր։ Սխալ արեցին։ Փաշինյանը պետք է այդ ժամանակ այդ ճղճղալու փոխարեն Փաշինյանը պետք է լիներ արդեն գլխավոր շտաբի տրամադրության տակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։